Հայոց ազգագրության թանգարանի այս ցուցասրահը բաց գիրք է Մայիսյան հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության ծննդի մասին։ Այստեղ յուրաքանչյուր անկյուն պատմություն է հերոսական պայքարի եւ դրանք կերտողների մասին։ Սարդարապատի այցելուներին պատմական նոր նյութեր հրամցնելու համար Հայոց ազգագրության եւ Անդրանիկ Օզանյան թանգարանները համատեղ ցուցադրություն են կազմակերպել ներկայացնելու Զորավար Անդրանիկին պատկանող անձնական իրերը։ Տեսնում եք պղնձյա երկու թասեր եւ պղնձյա գավաթը Անշուշտ նաև գտալ, այսինքն սա ամբողջական համալիր է եւ միշտ ինքը ճամփորդելիս այս սպասքը իր հետ տարել է։ Ցանկացած զորահրամանատար ունենում էր սպասարկող անձնակազմ, այսինքն ինքը մենակ չէր տեղաշարժում, նրա համար իր գույքը, իր գորգը, իր հանգստի պահին թիկնելու համար եղած առարկաները իր հետ միաժամանակ տեղափոխվում էին։ Անդրանիկի իրերը Հայաստան են տեղափոխվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից, որտեղ 12 տարի ապրել է Զորավարը։ Դրանք Ժորժետա Արաքելյանի ընտանիքին է փոխանցել Անդրանիկի եղբոր թոռը Պերճ Օզանյանը, որը երկար տարիներ խնամքով պահել է մասունքները եւ իմանալով, որ այստեղ թանգարան է հիմնվել, նվիրել էր թանգարանին։ Ժամանակավոր ցուցադրություն է սա։ Իսկ մենք թանգարանում ունենք շատ մասունքներ, ունենք փաստաթղթեր, ունենք լուսանկարներ, որ ամբողջը բերել ենք իր տանից, Վառնայից։ Ժամանակավոր ցուցադրությունը Սարդարապատի այցելուներին հնարավորություն է տվել տեսնելու Զորավարի մարտական թուրը, նագանը, որ նվիրել է զինակից ընկերոջը, հեռադիտակը, գնդի շեփորը, շքանշաններից մի քանիսը, նաև Աստվածաշունչը, որից երբեք չի բաժանվել հրամանատարը։ Հոգևոր մարդ է եղել եւ ընդհանրապես իր գործունեությունը, երբ որ մենք անդրադարձ ենք անում, տեսնում ենք, որ Աստվածաշնչյան այդ ոգին իր մոտ եղել է։ Ցուցադրությունն առիթ է Օզանյան թանգարանի տնօրենի համար փարատելու կարծիքները, թե Անդրանիկը Սարդարապատի ճակատամարտին անմիջական մասնակցություն չի ունեցել։ Այն, որ զորահրամանատարը Ղարաքիլիսայի թևն է պաշտպանել, տիկին Ժորժետայի խոսքով անուղղակի մասնակցություն է հերոսամարտին։ Հերոսամարտերի ժամանակ Անդրանիկը հրաման է ստանում կորպուսի հրամանատար գեներալ լեյտենանտ Նազարբեկյանից, որ իր ջոկատով պիտի մնա Լոռու մարզի Վառանցովկա գյուղում եւ խոչընդոտի թուրքերի առաջընթացը դեպի Դիլիջան։ Անդրանիկը շատ մեծ պատվով կատարեց այդ առաջադրանքը։ Ճիշտ է, նա անմիջապես Սարդարապատում չի եղել, բայց թիկունքից պահպանել եւ օգնել է Սարդարապատի հաղթանակին։ Զորավար Անդրանիկի դերակատարումը առավելապես եղել է Ղարաքիլիսայի մատուցներում ծավալված ռազմական գործողություններին ընթացքում եւ մասնավորապես հայ գաղթականության մանուկներին պահպանության գործն է ըստ էության նա ստանձնել։ Իհարկե ունենք վարկածներ, որ այնուամենայնիվ զորաշարժ է ունեցել դեպի Սարդարապատ, հետո նաեւ Սյունիք։ Քաջ Անդրանիկի գործին նվիրված աչքդ սահմանին սիրտդ երկտաղին։ Անդրանիկի մասին Աշուղ Լեյլիի երգն էլ ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում է։ Երգը գրելիս պատկերացրել է, որ կատարելու է Անդրանիկով ներծծված միջավայրում, երբ Սարդարապատից առաջարկ է ստացել, վայրկյան անգամ չի տատանվել։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։